Նախկին փոխոստիկանապետ Սաշա Աֆյանի գործը դատարանում է։ Նա մեղադրվում է 2008-ի մարտի 1-ին բռնության եւ հատուկ միջոցների կիրառման պաշտոնեական լիազորություններն անցնել է կազմակերպելու մեջ։ Գործը վերաբացվել է 2025 թվականի օգոստոսի 11-ին, երբ գլխավոր դատախազը որոշում կայացրեց վերացնել նախկին ոստիկանապետի նկատմամբ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու քննիչի որոշումը։ 2025 թվականի հուլիսի 28-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ստացվել են մարտի 1-յան հայտնի իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով երկու տուժողների Խաչիկ Դավթյանի եւ Գվիդոն Անտոնյանի բողոքները, որոնցում վերջիններս մասնավորապես նշել են, որ հիշյալ որոշումը Սաշիկ Աֆյանի վերաբերյալ իրենք պատշաճ կարգով չեն ստացել եւ բողոքել են այդ որոշման դեմ։ Գլխավոր դատախազը բավարարել է տուժողների բողոքները եւ վերացրել Սաշիկ Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը։ Այս դեպքում տվյալ հանցակազմը հավասարեցված է խոշտանգմանը եւ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային պայմանագրերի գործողության ուժով նմանատիպ արարքների նկատմամբ քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետները չեն գործում։ Քննությամբ պարզվել է, որ այդ ժամանակվա ոստիկանության պետի տեղակալ Սաշա Աֆյանը 2008 թվականի մարտի 1-ին այլ անձանց հետ հանցակցությամբ կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության եւ հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված Երևանի Ազատության հրապարակում նստած ցույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու գործողությունները։ Այդ նպատակով 2008 թվականի փետրվարի 29-ին ոստիկանության վարչական շենքում ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանապետի բոլոր տեղակալները, կենտրոնական ապարատի բոլոր ղեկավարները եւ ոստիկանապետի կողմից հրահանգ է տրվել, որ ցույցը պետք է ցրվի։ Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների, այդ խորհրդակցությանը մասնակցած առանձին պաշտոնատար անձինք նույնիսկ որոշակի առարկություն են ներկայացրել դրա հետ կապված, սակայն տրվել է հստակ հրահանգ, որ գործողությունը պետք է իրականացվի հենց փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը լուսաբացին, այսինքն մարտի 1-ի առավոտյան շուտ։ Նշված խորհրդակցությունից հետո փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը ոստիկանության պետի տեղակալ Սաշա Աֆյանը տագնապով ոստիկանության Երևանի վարչության ՊՊՑ գնդում է հավաքել ծառայողներին, կարգադրել է անձնակազմին զինել հատուկ միջոցներով եւ տեղափոխել Ազատության հրապարակ նստածույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու համար։ Տեսանյութերում հստակ երևում է նաեւ սա քրեական վարույթի նյութ է, որ Սաշա Աֆյանը հատուկ կապի միջոցով, տեսեք, ինքը ղեկավարում է ոստիկանների թիկունքում տեղի ունեցող իրադարձությունները։ Ժամը 6:30-ի սահմաններում ոստիկանության շուրջ 1200 ծառայողներ, այդ թվում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊՑ գնդի ծառայողները տեղակայվել են Ազատության հրապարակին հարակից փողոցներում, որից հետո ըստ հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյայի ՊՊՑ գնդի ծառայողները Սաշա Աֆյանի կազմակերպմամբ մուտք են գործել հրապարակ, ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, որը զուգորդվել է բռնության ու հատուկ միջոցների ապօրինի գործադրմամբ, ցրել են նստածույց իրականացնող հարյուրավոր ցուցարարներին եւ հարկադրաբար դուրս հանել հրապարակից։ Այնուհետև նաև քաղաքացիներին հետապնդել են Ազատության հրապարակի շրջակայքում, Երևանի կենտրոնական փողոցներում եւ ընդհանուր արգելել նրանց հետագա մուտք գործելը Ազատության հրապարակ։ Ազատության հրապարակում եւ հարակից փողոցներում ոստիկանների իրականացրած գործողությունների հետևանքով 3 տասնյակից ավելի քաղաքացիների առողջությանը պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Իշխանությունները սակայն իրականացրել են քայլեր իրավապահների գործողություններին օրինական տեսք տալու համար։ Մասնավորապես հետին ամսաթվերով կազմվել են կեղծ զեկուցագրեր, որ իբրև օպերատիվ ծառայողների մոտ ստացվել են տեղեկություններ առ այն, որ հավաքի մասնակիցների մոտ կան մեծ քանակությամբ զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր եւ նրանք պատրաստվում են սադրիչ գործողություններ իրականացնել։ Այդ պատճառով այդ ամենը կանխելու նպատակով մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իրականացվել է տեղանքի հետազոտում օպերատիվ միջոցառումը, որին ներգրավել են օպերատիվ ծառայողներ, կեղծ փաստաթղթերը ներկայացվել են փաստահավաք խմբին։ Նախաքննության ընթացքում այդ փաստաթղթերն առգրավվել են, զնվել են, հիմնավորվում է, որ այդ գործընթացները, որոնք տեղի են ունեցել, կատարվել են բռնությունը եւ քաղաքացիների նկատմամբ գործադրված ոչ համաչափ ուժը քողարկելու նպատակով։ Աֆյանի պաշտպան Ամրամ Մակինյանը լուրերի հետ զրույցում նշեց, իր վստահորդը մեղադրանքը չի ընդունում, ներկայացվածը իրականությանը չի համապատասխանում։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Սաշա Աֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չբացակայելու արգելքը։
Քրիստինե Թորոսյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։